Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Գիտեք, որքան երկարում է ժամանակ, այնքան հարազատների մոտ հույս է արթնանում, որ միգուցե երեխան ողջ է այս օրերին, որքանով հավանական է, որ այդուհանդերձ միգուցե գետը չէ անհետացման հիմնական պատճառը։ Այսինքն դուք ինչ եք կարծում, եթե գետում լիներ, ջրամբարում լիներ, արդեն ջրամբարում պետք է որ լիներ, արդյոք հայտնաբերված չէր լինի։ Հասկանալի է, որ երեխան բավական փոքրամարմին է նաև։ Դեպքեր շատ ենք ունեցել, որ գետում հայտնված էլի այս տիպի դեպքեր ունեցել ենք, որ օրեր շարունակ ման ենք եկել, տեղեր էլ եղել, որ անընդհատ այդ տեղերում մենք որոնողական աշխատանքներ ենք իրականացրել, բայց նույն տեղում նորից հայտնաբերել ենք։ Քանի որ մեր պրակտիկայում մեր փորձը ցույց է տվել, որ հնարավոր է, որ 12-13-րդ օրում հնարավոր է, որ ինքը բարձրանա ջրի մակարդակի մակերևույթում, այդ իսկ պատճառով մենք նույն տեղերում նորից որոնողական աշխատանքները շարունակում ենք, չենք, տենց տեղ չկա, որ մենք մտածենք, որ ստեղ որոնողական աշխատանքները իրականացրել ենք, էլ կարիք չկա որոնողական աշխատանքները իրականացնենք, այդ իսկ պատճառով մեր փրկարարները անընդհատ մարմարիկ բնակավայրից մինչև ջրառատ ափամերձ հատվածներում ջրի մեջ նայելով իջնում են մինչև կամուրջ, նորից բարձրանում են մինչև մարմարիկ բնակավայր։ Իսկ մնացած վարկածները արդեն բնակավայրում եւ հարակից տարածքներում եւ ոստիկանները եւ փրկարարներ նույնպես նույն շենքերում, նույն հարակից տարածքներում նույն ձև իրականացնում են այդ որոնողական աշխատանքները։ Իսկ թե ինքը արդեն աղբյուրակի ջրամբարում կլինի, թե չէ, շատ մեծ հավանական է, եթե ինքը խոչընդոտող ինչ-որ մի ասենք ինչ-որ մի ծառի, արմատի, ինքը եթե խոչընդոտ չեղավ, ինքը այս 12 օրում ինքը արդեն աղբյուրակի ջրամբարում պետք է լինի, որտեղ մենք այնտեղ ավելի մեծ ուժեր ենք ներգրավել, նավակներով, ներկապային որոնողական աշխատանքներ են իրականացնում, ջրամբարում մի քիչ աղբը շատ է, այդ ձեռքի ընկած շանսային գործիքներով բոլոր այդ աղբերը որոնողական աշխատանքները աղբավայրերում իրականացնում են, ամեն մի իր նկարում են, համեմատականներ են տարում, հարազատների հետ զրուցում են, հասկանան իրենց է պատկանում երեխային է թե չէ, որ ինչ-որ մի հետք ունենանք, որ մենք համոզված լինենք ինքը գետում է թե ոչ։ Մեկ էլ որոշ դեպքերում էքստրասենսներ են ներգրավում եւ այլն, չգիտեմ, սա խանգարում է ձեր աշխատանքը։ Որոշ չափով կարող եմ ասել, որ այո, որովհետև մենք մեր մասնագիտական գիտելիքներով, մեր փորձով, մեր աշխատանքով ենք մենք մեր աշխատանքն ենք իրականացնում, մենք մեր ծառայությունն ենք իրականացնում։ Իսկ այդ մնացած վարկածները ամեն դեպքում էլի մեր ոստիկանության ծառայողները եւ մենք այդ վարկածների հետևից գնում ենք, ստուգում ենք, որ համոզված լինենք, որ դրանք այդ վարկածները ճիշտ են, համապատասխանում են իրականությանը թե ոչ։ Բայց իրականում մենք մեր փորձը, մեր մասնագիտական, մենք որ ինչ արել ենք, մենք մեր ծառայությունը իրականացնում ենք։